Այս աշխարհը կառուցված է դուալիտետի վրա։ Ինչ է դուալիտետը։ Դժոխք, դրախտ, արև, լուսին, գիշեր, ցերեկ, լույս, խավար, լավ, վատ, ձմեռ, ամառ։ Մարդը խաղաղություն չի գտնում այն ժամանակ, երբ փախչում է հակադրություններից, այլ այն ժամանակ, երբ դադարում է դրանց գերին լինել։ Դուալիտետը իրականության կառուցվածքն է, ոչ թե թշնամին։ Եվ միայն բարու ու չարի հակադրություն չէ, այն աշխարհն ընկալելու հնագույն մարդաբանական կառուցվածք է։ Այո, դուալիտետը աշխարհն ընկալելու հնագույն մարդաբանական կառուցվածք է։ Սև, սպիտակ, չար, բարի, լավ, վատ։ Մարդը չի կարող դուրս գալ դուալիտետից, որովհետև նրա վարվելակերպը, լեզուն, մտածողությունը, նույնիսկ նյարդային համակարգը կառուցված են հակադրությունների վրա։ Թշնամին այն է, որ մենք ապրում ենք էքստրեմի մտածողությամբ, կամ ամեն ինչ լավ է, կամ ամեն ինչ վատ է։ Նկատել եք։ Այս ծայրահեղությունն է, որ կործանում է մարդուն, խլում նրա խաղաղությունը, ոչ թե հակադրությունների գոյությունը։ Իրական ազատությունը ծնվում է, երբ անցում ենք կատարում դուալիտետից դեպի ինտեգրալ մտածողությանը։ Ինչ է ինտեգրալ մտածողությունը։ Ինտեգրալ մտածողությունը հակադրությունները ջնջելը չէ, այլ հասկանալ, որ մեր ներսում ապրում են տարվա բոլոր եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ Մենք ունենք մեր արևոտ օրերը, մեր մառախուղը, մեր անձրևը, մեր փոթորիկները։ Սրանք մեր հոգու եղանակներն են, ոչ թե մեր անկատարության նշանը։ Խաղաղությունը գալիս է այն պահին, երբ մարդը սկսում է կառավարել ոչ թե իր եղանակները, այլ իր վերաբերմունքը դրա հանդեպ, դրանց հանդեպ։ Երբ ընդունում ես, որ ամբողջական ես քո լույսով ու քո ստվերով, քո ամառով ու քո ձմեռով, այն ժամանակ դադարում ես կռվել ինքդ քեզ հետ։ Դուալիտետը չի վերանում, այն պարզապես ներառվում է մի ավելի բարձր գիտակցության մեջ, որտեղ հակադրությունները դադարում են պատերազմել և դառնում են ամբողջության մաս։ Այդ ամբողջության մեջ է, որ մարդը վերջապես գտնում է իր խաղաղությունը։ Գտեք ձեր խաղաղությունը։ Մի եղեք այդպես ռադիկալ, կամ լավ է, կամ վատ է, սև է, սպիտակ է, չոր է, թաց է։ Գտեք ձեր ոսկե միջինը։ Գիտեք ինչ, մի շատ հետաքրքիր խոսք կա, որը կարծեմ Հիսուսն է ասել, որ սիրիր քո թշնամուն։ Սա հոգեբանական լուրջ տրանսֆորմացիայի առիթ է, միտք է։ Սիրիր քո թշնամուն, նա չի նկատի ունեցել քո քաղաքական թշնամուն, հա։ Քո թշնամուն նկատի է ունեցել քո վատ կողմերը, քո ստվերները, քո խանդը, քո ատելությունը, քո չարությունը, քո նախանձը։ Դու չես կարող դրանք մերժել քո մեջ, եթե քո մեջ այդ կա։ Նրանց պետք է ընդունես, որպեսզի նրանց վրա լույս բացվի և դու խաղաղվես։ Էնպես որ առաջին քայլը, որ կարող եք անել ավելի բարի ու խաղաղ դառնալու համար,
մի մերժեք ձեր ստվերներին, մի մերժեք, եթե խանդոտ եք, ընդունեք, որ խանդոտ եք, եթե նախանձում եք այդ պահին ձեր ընկերոջը, ընկերուհուն, քրոջը, եղբորը, ընդունեք, հասկացեք, իսկ ինչու եմ նախանձում։ Չգիտեմ, օրինակ ձեր ընկերուհին սկսել է սովորել իսպաներեն, ու դուք նախանձում եք։ Ինչ անես։ Նստես նախանձես, այդպես նեղվես, սկսիր դու էլ սովորել, եթե քո երազանքն է սովորել իսպաներեն, կամ եթե դու երազել ես միշտ սովորել իտալերեն, նստիր սովորիր իտալերեն։ Նախանձելով, չարանալով ոչ մի հարց չի լուծվում։ Եղեք առողջ, եղեք բարի, մի նախանձեք, մի չարացեք։